Այսպես դուք դիտում եք Alpha News-ը եւ մենք տաղավարում հյուրընկալել ենք Հարարատ Կոստանյանին, նա միջազգայնագետ եւ արևելագետ է։ Պարոն Կոստանյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ առաջարկում եմ սկսել Թուրքիայից եւ այնինչ կատարվում է Թուրքիայում եւ ամենակարևոր հարցից սկսենք։ Եթե Ռեջեփ Էրդողանին հաջողվեց տապալել 16 թվականի հեղաշրջման փորձը, որը կարող ենք ասել մասշտաբով շատ ավելի մեծ էր, գուցե կհամաձայնեք ինձ հետ, քան այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում եւ խորքային առումով ավելի ազդեցիկ էր, քան այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում։ Ունեն շանս հիմա քեմալականները տապալելու Էրդողանին, թե Էրդողանը արդեն ցույց տվեց, որ սրանից էլ գլուխ կհանի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե համեմատական այսօրվա տեղի ունեցող այդ ցույցերին եւ բողոքներին Թուրքիայում, եթե համեմատենք ինչպես որ դուք նշեցիք նախկինում, ես կարծում եմ այսօր ավելի մտահոգիչ է Էրդողանի համար երկու հանգամանքով, որովհետեւ նա եթե նախկինում կարողացավ ինչ որ որոշ արտաքին ուժերի կողմից ուրեմն այսպես հովանավորչություն ստանալ, այսօր կարծեք թե այդ հովանավորչության ուժը նվազել է, այսինքն թե տարածաշրջանային եւ թե միջազգային ուժերի այսպես Թուրքիայի ամբիցիաների հանդեպ ավելի զսպվածություն կա եւ ներսում ուժին նկատի ունեք։ Ինչպես որ արտաքին ուժին նկատի ունեք։ Այսօրվա եթե մենք նայենք ներկայությամբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի այսպես մերձեցման կամ կոմպրոմիսների շրջանակներում կարծում եմ Թուրքիայի ամբիցիոզ քաղաքականություն թե ներսում թե արտաքին իր քաղաքականության մեջ նվազելու է ներսում ես նկատի ունեի երբ նա կարողացավ Գյուլեն շարժումը տապալել որը ժամանակին որպես դաշնակից էր ուրեմն Էրդողանական AKP ուժին որպես դիտվում էր որպես Էրդողանը նույնպես ճադակով այսպես չափավոր իսլամի եւ լիբերալ իսլամի այսօր այդ մեկը չի երևում այսօր եթե դուք հետևեք տարբեր ուրեմն թուրք հայտնի գիտնական եւ վերլուծաբաններին որոնք ուրեմն գտնվում են Թուրքիայի տարածքից դուրս մասնավորապես Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում եւ նրանց թիվը եթե համեմատենք կտեսնենք որ այնտեղ ուրեմն մեծամասամբ դեմ են Էրդողանի այսպես ավտորիտար ռեժիմին որոնք նույնպես այս գիտնականները սեր ցուցակում են եւ որոշ գիտնականներ եւ թղթակիցներ նույնիսկ բանդերում են որովհետեւ լոկ արտահայտություններ են կատարել Էրդողանի քաղաքականության հանդեպ այնպես որ ես կարծում եմ ներկա դրությամբ Էրդողանը ունի մտահոգվելու առիթ նամանավանդ երբ ուրեմն ՃՀՊ ինտիմատիր գուսակցության առաջնորդը եթե համեմատենք Իմամ Օղլուն որպես խարիզմատիկ եւ միգուցե ներկայումս որոշ հաշվարկներով դիտվում է ավելի խարիզմատիկ քան Էրդողանը իսկ նախկինում Քլիչդար Օղլուն չէր վայելում այդպիսի ուրեմն մեծ ուրեմն աջակցություն լինելով հմուտ քաղաքական գործիչ, բայց չուներ այդ խարիզմատիկ ուրեմն առավելությունները, որը Իմամ Օղլուն ունի, այնպես որ ես կարծում եմ Էրդողանը ունի մտահոգվելու առիթ։ Որն է Էրդողանի գլխավոր սխալը ըստ ձեզ, ինչի արդյունքում վերջին մի քանի ընտրություններում Էրդողանը հազիվ հաղթեց եւ ինչի արդյունքում հիմա տեղի է ունենում Թուրքիայում այն, ինչ կա։ Ես միջազգայնագետ եմ, բայց իհարկե ներքին քաղաքականությունը մեծ հաշվով շատ մեծ կարևորություն ունի եւ հիմնական բաղադրիչն է։ Ես կարծում եմ ուրեմն հիմնական խնդիրը Թուրքիայի ներսում Էրդողանի վարած այդ ավտորիտար քաղաքականությունն է ազատ խոսքի, ազատ մամուլի գուսակցությունների արտահայտությանը, որը նախկինում մենք ուրեմն հաջող տեսնում ենք արևմտյան եւ թուրքական ուրեմն ռոպագանդան, այսինքն Էրդողանական թևը եւ որոշ իսլամիստներ կամ իսլամիզմի ուրեմն հետ վերաբերող գիտնականներ նշում են եւ հույս էին հայտնում թե Էրդողանի այդ AKP-ն սկզբնական շրջանում միգուցե մոդել է նաեւ որոշ արաբական երկրների եւ արաբական գառնան ժամանակահատվածում շեշտը ուրեմն այսպես շատ հաջող ես ուրեմն կարդալով այդ մասնագիտական գրքերը եւ հոդվածները անընդհատ այսպես կարմիր գիծի նման ուրեմն նկատելի էր դառնում իդեպ հայտնի վերլուծաբանների եւ գիտնականների կողմից որ Թուրքիայի մոդելը այսպես չափավոր իսլամի եւ լիբերալիզմի շատ կարող է շատ ուրեմն դրական լինել օրինակ արաբական երկրներում որտեղ այդ ցույցերն էին եւ որը վերածվեց որոշ երկրներում քաղաքացիական պատերազմներ
Ես արտաքին միջամտության մասով ուզում եմ շարունակենք եւ մինչեւ 16 թվականի հեղաշրջման փորձը Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները կարծես թե այնքան էլ լարված չէին։ Այդ հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը Վաշինգտոնից պահանջեց Ֆեթուլլահ Գյուլենին, որը հաստատվել էր Միացյալ Նահանգներում եւ նախկինում Էրդողանի դաշնակիցներ, բայց Էրդողանը նրան մեղադրեց իր դեմ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, Վաշինգտոնում մերժեցին հանձնել Գյուլենին եւ դրանից հետո սկսվեց լարվածության փուլ Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերություններում։ Իհարկե այդ հարաբերությունների խորքային եւ կարեւոր շերտերը հասկանում ենք, բայց քաղաքական լարվածությունը այնուամենայնիվ կար եւ որը դրսեւորվեց նաեւ սկանդալներով։ Օրեր առաջ մենք տեսանք, որ արտգործնախարար Ֆիդանը մեկնեց Վաշինգտոն այս ցույցերի ֆոնին, պետք է նշել նաեւ, որ քեմալականները ունեն կապեր Միացյալ Նահանգների հետ նույնպես։ Դիտարկում եք արդյոք Ֆիդանի քայլը Վաշինգտոնում Թուրքիայի հետ նոր հարաբերությունները կառուցելու Թրամփի հետ։ Թուրքիայի նոր հարաբերությունները կառուցելու որպես քայլ ու դա օգտագործելու համար որպես զսպիչ գործոն նաև ցույցերի համար։ Ես կարծում եմ այս ներկա պահին ուրեմն Թուրքիայի շանսերը նույնպես նվազում են Միացյալ Նահանգների հետ այդ մերձեցումը նախկինում ինչպես որ եղել է ես կարծում եմ հիմա տեղի չի ունենալու, որովհետև այդ ուրեմն երկակի ստանդարտների Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ մերձեցումը որոշ ժամանակներ ցույց տալով թե ավելի ուրեմն ինքը մոտ է գտնվում Ռուսաստանին այդ S400-ի հետ կապված եւ այլն այս ես կարծում եմ Ֆիդանի այցելությունը Միացյալ Նահանգներ այդքան որոշիչ թեր չի կատարում այնքան Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի այս վերջերս 12 ժամից ավել տևած բանակցություններն էին, որը մասնավորապես այո հիմնված էր Ուկրաինայի խնդրին եւ Սիրիայի խնդրին մասնավորապես, բայց կարծում եմ այստեղ գալու է այդ ժամանակահատվածը, որ Թուրքիային ոչ թե պարտադրանք, բայց որոշիչ դեր է կատարում, արդյոք նա կարողանալու է շարունակել այդ իր ռեգիոնալ քաղաքականությունը մերձավոր արևելքին փակվելով, թե հնարավորություն է ստանցնելու իր նկարդումները Ադրբեջանի միջոցով այստեղ ձգտումը Թուրանի ստեղծումը մինչև Կենտրոնական Ասիա, թե ուրեմն հարաբերություններ տրվելու են Եվրոմիությունին։ Ես կարծում եմ Թուրքիային այսօր այդ երկու ուղղություններից թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները չեն ցանկանալու տեսնել եւ կարծում եմ Թուրքիան ավելի հավակնություն է ունենալու, եթե ընդդիմությունը կարողանա աբակայում տաբալել այս Էրդողանի իշխանությունը, նա կարծում եմ ավելի հակված կլինի այդ ռեգիոնալ քաղաքականությունը բարելով եւ այդ նկարդումները ավելի նվազ դեր կկատարեն, թե թեպի Եվրոպա, թե թեպի ուրեմն Կենտրոնական Ասիա։ Պարոն Կոստանյան, մի փոքր գնանք արևելք Թուրքիայից, հա, Իրան։ Եվ այստեղ հետաքրքիր զարգացումներ են, որովհետև իմ պատկերացմամբ Իրանը հույս էր դրել դեմոկրատ ԱՄՆ-ի հետ որոշակի հարաբերությունների լավացման, հա, եւ բավականին շատ բան կորցրեց այդ ընթացքում աչք փակելով, հա, մենք տեսանք, որ Հեզբոլլա, Լիբանան, Սիրիայով Բիջանսկ դեպի Լիբանան կորցրեցին, Քսիրի բավականին շատ գեներալներ կորցրեցին, Համասի առաջնորդին աչքի տակ սպանեցին, ոնց որ թե հուսիտներն են մնացել, հիմա իրանց էլ կանցնենք, բայց այդ խաղադրույքը չաշխատեց, եկավ իշխանության Թրամփը, որը վերջին դաշնակիցներին, հուսիտներին Իրանի տարածաշրջանում ոնց որ թե բավականին ուլտիմատիվ պահանջներ է ներկայացնում, ավելի ռմբակոծում իրենց քաղաքները պահեստների եւ այլն։ Այստեղ ինչ է անելու ըստ Իրանը, ինչ քաղաքականություն պետք է վարի, որտեղ ես չկան հասկանում բավականին կոշտ պայմաններ նաեւ Իրանի ղեկավարության առջև համանդրել եւ հաշվի առնելով Իրանը մեր անմիջական հարևանն է եւ Զանգիզուրի Միջանսկի այսպես կոչված պահապանն է եւ թույլ չի տալիս դեռևս նաեւ իր ներգործության Թուրքիային եւ Ադրբեջանին իրենց հրաշալիք իրականացնել, ինչ է անելու Իրանը ըստ եւ ոնց է ինքը խոսանավելու։ Ես կարծում եմ նույնպես այս ռեգիոնալ ուժերից, հիմնական ուժերից նաև Իրանին է դա վերաբերում, ինչպես որ ես նշեցի Թուրքիայի բարակայում, ես կարծում եմ այստեղ իրապես ռեգիոնալիզմը գալիս է մեր տարածաշրջան, մեր ռեգիոն կարծում եմ, որը երևելի էր, եթե ավելի տարիներ առաջ Ասիայում եւ այդ ուրեմն իրադարձություններից առաջ Եվրոպայում, Եվրոմիությունով եւ այլն, իսկ Ասիայում ստեղծվեց այդ ASEAN-ը, հիմա եթե մենք նկատենք Արաբական լիգան
արդեն կարողանում է իր խոսքը նույնպես ասել, որը աննախադեպ է, ես կարծում եմ, այնտեղ միշտ ուրեմն այդ լիդերների ուրեմն ամբիցիաներն են եղել եւ չեն կարողացել նույնիսկ որոշ ամենահեշտ հարցերը լուծել, բայց այսօր նրանք մերժեցին կամ ցույց են տալիս, որ նրանք պատրաստական են Գազայում իրենց ուրեմն ֆինանսական աջակցությամբ կառուցել, բայց դեմ են Թրամփի այդ առաջարկին, որ Գազան ուրեմն պետք է հանձնվի Միացյալ Նահանգների հովանավորչության տակ։ Այստեղ առաջին անգամն էր արաբական լիգան, որ կարողացավ այսպես միասնապար ինչ-որ ուրեմն հայտարարություն հանգել, սա ինչի եմ գնում արաբական լիգային, որովհետև ես տեսնում եմ, որ ռեգիոնալիզմը նաև հասնում է այստեղ, ուրեմն Թուրքիան չունենալով այդ նախկին աջակցությունը, ես կարծում եմ գերտերությունների հետ սիրախաղելու հնարավորությունը անցնելու է ավելի շեշտը դնելու է Թուրքիայի, որովհետև Թուրքիայում կան բազում խնդիրներ եւ ավելի ռեգիոնալ ուրեմն քաղաքականություն եւ ցանկություն է ունենալու արտաքին քաղաքականության մեջ, նույնպես Իրանը։ Դուք նշեցիք, որ այո, Իրանը այդ պրոքսի պատերազմներում այսօր երկու ֆրոնտում եւ երրորդն էլ Սիրիան, եթե համեմատենք այսպես, խաղաղ իրավիճակ էր թեև, բայց տեսանք մի քանի շաբաթվա ընթացքում ինչպես նա գործրեց իր ամենավաղեմի եւ ամենամտերիմ դաշնակիցը հանձինը Սիրիայի նախկին իշխանություններին։ Գազայի պատերազմում թեև խնդիրը լուծում չի գտել, վերջնական պարտություն չէ, այսինքն իր դաշնակից Համասին, բայց կարող ենք տեսնել այնտեղ նույնպես Իրանը ստացավ հարվածներ։ Իրաքում նույնպես ուրեմն Իրանի այսպես դաշնակիցների վիճակը այնպես բարվոք չեն, հութիների այս վերջին Միացյալ Նահանգների հարձակումից նույնպես Իրանը այսինքն հաղթանակած դուրս չի գալիս այս պատերազմում կամ արձակատման մեջ, այնպես որ ես կարծում եմ Իրանը իր ուժը ավելի այս մեր տարածաշրջանում հանցինս Հայաստանի հետ սահմանում եւ իր դիրքերը Անդրկովկասում է փորձելու ամրապնդել, որովհետեւ ինչ եմ ասում, մի փոքր վախ կա, որ այդ կարմիր գծերի հանձնելով Իրանը կարող է իր համար նույն Զանգեզուրի միջանցք այլևս կարմիր գիծ չլինի, այսինքն մենք ոնց հաշվարկենք Իրանի վարչությունը։ Այո, այսինքն դրամաբանորեն ես կարծում եմ, որ Իրանը երբ այդ տարբեր օջախներում արդեն իր ուժը գործնում է, կարծում եմ ինքը պիտի իր ուժը կենտրոնացի այս տարածաշրջանում, որովհետեւ ամբողջապես խաղից դուրս չգա եւ Անդրկովկասից նույնպես ուրեմն չշպրտվի այն կողմ եւ չմեգուսանա։ Ես կարծում եմ սա իր համար այն իսկ պատճառով Իրանը պաշտոնապես միշտ հայտարարում էր, որ Հայաստանի եւ այս տարածաշրջանի սահմանները պետք է անփոփոխ լինեն, որովհետեւ կարծում եմ սա իր վերջին այսպես պաշտպանական տարածաշրջանն է մնում եւ ես կարծում եմ Իրանը փորձելու է Հայաստանի հետ ավելի լուրջ ռազմավարական ուրեմն բարեկամության մեջ լինել, այլապես նա կգործունի նույնպես Անդրկովկասը։ Մի փոքր էլ արևել գնանք, հա, տեսեք հիմա շատերը ասում են նոր աշխարհակարգ է ձևավորվում, նոր Յալթա է լինելու եւ այնտեղը որտեղ նստած էր Չերչիլը, հիմա զբաղված է լինելու Չինաստանով։ Եվ բայց մենք տեսնում ենք, որ ներկա պահին դեռևս օրակարգը որում է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն աշխարհի ուշադրությունը Թրամփ-Պուտին այդ բանակցությունների վրա եւ ես նաեւ տենց աչքի տակով հետևում եմ, որ Չինաստանը փորձում է հասկանալ ինչ process-ներ են տեղի ունենում եւ ոնց ինքը տեղավոր, ինքը գիտի, որ ինքը այդ երրորդ աթոռին նստել է, բայց ինքը դեռևս չի հասկանում, եթե ես ճիշտ եմ պատկերացնում, ինչ պայմաններով է նստելու եւ ինչ փաթեթով է ինքը այնտեղ նստելու։ Եվ նաև ես սպասում եմ, որ Չինաստանը ինչ-որ ավելի ակտիվ պետք է այս տարածաշրջան մտնի, որովհետև Վրաստանում ինչ-որ գործունեություն ինքը արդեն ունի, սպասում է արդյոք համագործակցություն Հայաստանի հետ, թե օրինակ Չինաստանը ձեռներ է լվացել եւ դա թողել ԱՄՆ-Ռուսաստանի հարաբերությունները։ Նախ Վրաստանի եւ Հայաստանի ուրեմն այդ ծրագրի ուրեմն հիմնական մեխը 1 կոդի 1 ճանապարհ նախաձեռնությունն է, որ այս տարածաշրջանում Չինաստանը ուրեմն տեսնում է մեր տարածաշրջանը Անդրկովկասը կապող օղակ, դա երկու ճանապարհ կա, ուրեմն Եվրասիայի միջոցով եւ Թուրքիայով Եվրոպա։ Այս է այդ երկու տարբերակը, որը նախատեսված է 1 կոդի 1 ճանապարհ նախաձեռնությանը։ Իսկ գալով Չինաստանի այդ աթոռին նստելուն, ես կարծում եմ նա ամենևին չի շտապում, գիտանալով որ նա նստելու է այդ աթոռին, բայց այստեղ ձեր նշած Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ուրեմն սեղանի շուրջ բանակցության նստելը, ես կարծում եմ Միացյալ Նահանգների ուրեմն
նախաձեռնությունն էր, որպեսզի այդ օջախները, որտեղ ուրեմն կար կոնֆլիկտ, այդ հիբրիդային պատերազմները, որոնք մի կողմում Ռուսաստանն էր, մյուս կողմում Միացյալ Նահանգները, այստեղ կարծում եմ Թրամփյան իշխանությունը կամ Թրամփը հանցինս որոշեց Ռուսաստանի հետ այդ հարցերի լուծման շուրջ բանակցել, որովհետև նա ցանկանում է նոր առճակատում բացել Չինաստանի դեմ, այսինքն Միացյալ Նահանգները վերջին տարիներին նույնպես, իսկ Թրամփի նախկին ժամանակահատվածում մասնավորապես ավելի շեշտվում էր, որ Միացյալ Նահանգների այսօրվա ուրեմն հիմնական մտահոգությունը Չինաստանն է, որովհետև տնտեսապես արդեն մոտենում է Միացյալ Նահանգների ուրեմն առավելություններին, այո, ռազմականորեն թեև կարելի չէ համեմատել, բայց նույնպես մոտենում է, իսկ ավելի մտահոգիչը այդ տեխնոլոգիական այսօրվա ձեռքբերումները, որ Չինաստանը ունի, որոշ առումներով նույնիսկ ավելի առաջ է անցել Միացյալ Նահանգներին, եւ այն իմաստով ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները փորձում է, ինչպես նախկինում Քիսինջերը, ուրեմն 70-ականներին փորձ արեց ուրեմն Սովետ Միություն եւ Մաո Ձեդունգի ուրեմն կոմունիստական կուսակցությունների միջև այսպես արձակադում ստեղծելով Չինաստանին քաշել Միացյալ Նահանգների կողմի եւ այդ ժամանակվանից սկսվեց բաց տնտեսական քաղաքականության հնարավորությունը տրվել Չինաստանին։ Այսօր Թրամփը կատարում է այդ հակառակը, այսօր նա փորձում է Ռուսաստանի հետ իր խնդիրները լուծել եւ ըստ այնմ ուրեմն անցնել հիմնական թիրախին ըստ Միացյալ Նահանգների Չինաստանին, բայց ես կարծում եմ այսօր այդ աշխարհը չէ, ինչ 70-ականներին էր։ Այսօր ուրեմն կան այդ նեյտրալ ուժերը, որոնք ոչ գերտերությունների սարը պատերազմին ոչ այս կողմում էին, ոչ այն կողմում, այդ non-alignment movement երկրները, որ այսօր ավելի ուրեմն միջին ուժի երկրներ են, middle power ուժեր են համարվում, անցին է Սաուդյան Արաբիան, նշեցինք այստեղ Իրանը, Թուրքիան, ուրեմն Ասիայում ավելի են Սինգապուրը, Ինդոնեզիան, Մալայզիան եւ այլն։ Այս երկրները այսօր որոշիչ դեր են խաղում բալանսավորման այս երկու գերտերությունների միջև, այնպես որ եւ BRICS-ի գոյությունը իդեպ այդ երկրները, որ ես նշեցի վերջերս էլ անդամակցեցին ուրեմն BRICS Plus-ին, այնպես որ այսօր աշխարհը այդ աշխարհը չէ, որ գերտերություններին Միացյալ Նահանգները ես կարծում եմ կարողանա հեշտությամբ ուրեմն իրար դեմ այսպես ռեալ պոլիտիկ խաղալ, երբ այդ պետությունները արդեն ստեղծել են մի ուրիշ միջազգային կազմակերպություն, որը BRICS-ն է։ Ես չեմ կարծում, որ BRICS-ը հիշատակեցիք, տեսեք, կան մի քանի քաղաքական, տնտեսական միավորումներ, միություններ, հա, Եվրամիություն, ԱՄՆ, հա, առանձին այսպես ասենք, ԵԱՏՄ, ՇՕՍ, ՕՍԵԱՆ եւ այլն։ Հիմա որ ուղղությունն է ըստ ձեզ, իհարկե բոլոր ուղղությունները պետք է ինչ-որ որոշակի քայլեր անենք, բայց քանի որ կոմպլեմենտարիզմի դարի իմ կարծիքով ավարտվել է, մենք ինչ-որ որոշում պետք է ամեն դեպքում ընդունենք եւ որն է ըստ ձեզ ամենա, այսպես ասենք, մատչելի ուղին, որով Հայաստանը պետք է շարժվի, դեպի արևմուտք, դեպի հյուսիս, թե դեպի արևելք։ Ես կարծում եմ ուրեմն այս ժամանակահատվածում թեև մենք հաջող ուշադրություն դարձնում ենք այդ գերպետություններին, լինի արձակատման դաշտում, թե լինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց կոմպլեմենտարիզմը ես կարծում եմ նոր դրսևորում է ստանում, նամանավանդ ինչպես որ նշեցի այդ միջին երկրները, որ հնարավորություն ունեն իրենք այդ երկու գերտերությունների միջև բալանսավորման քաղաքականություն իրականացնել, 2-3 հիմնավորում կա, առաջինը իրենց արագ զարգացող տնտեսությունը, այդ ազիական երկրների մասին է խոսքս, այսինքն հարավ-արևելյան ասիական, որոնք ունեն այսօր ամենամեծ տնտեսական աճը, ունեն մեծ բնակչություն եւ ունեն ուրեմն բնական հարուստ ռեսուրսներ, այն իմաստով նրանք կարողանում են ուրեմն առաջ գնալով բարդատրել թե Չինաստանին այս հարցում, թե Միացյալ Նահանգներին, որովհետեւ նրանք ներկայացնեն ավելի կենտրոնացված տարածաշրջանային քաղաքականություն եւ չլինել այս ֆրոնտում կամ այն ֆրոնտում կամ ազդեցության տակ այդ երկու գերտերություններին, բայց գալով այս մեր տարածաշրջանում մենք դա միան կարողանանք, ես կարծում եմ, դա իրականացնել եւ մենք այս ռեգիոնում կարողանանք նաեւ դաշնակիցներ ունենալ։ Ռուսաստանը այո մեր գլխավոր դաշնակիցն է եւ մենք կարծում եմ պետք է մեր հարաբերությունները բացի այդ երկու ճշնամական պետություններից, որոնք ամենևին չեն ցանկանում ռեգիոնալ խաղաղություն հիմնել,
կարծում եմ պետք է նաև կարողանանք մեր հարաբերությունները ավելի սերտացնել հիմա նամանավանդ Վրաստանի եւ Իրանի հետ, այնպիսով մենք կարող ենք այստեղ Հայաստան, Վրաստան եւ Իրանի հետ ռեգիոնալ ուժ նաև կարողանանք իրականացնել, որը լինելով դաշնակից Ռուսաստանի, բայց չլինել արևմուտքի դեմ եւ շարունակել հարաբերությունները արևմուտքի հետ, շարունակել հարաբերությունները սկսել ասիական երկրների հետ։ Արևմուտքի Եվրոպայի թե ներկայացնում։ Լավ հարցեր։ Հիմա կարծում եմ հիմա ավելի կարևորը Եվրոպան է, ավելի հետաքրքիր, որովհետեւ Եվրոպան այսօր ինքնության լուրջ խնդիր ունի, այսինքն եթե նախկինում այդ տնտեսական հարաբերությունների կամ լոգիստիկայի շնորհիվ նրանք կարողացել էին, այո, Եվրոմիությունը ստեղծել եւ հաջողություն ունենալ, բայց այսօր ես կարծում եմ COVID-ից հետո նամանավանդ անկախ ուկրաինական պատերազմից նրանք բախվեցին այդ ինքնության համատեղ կամ միավորող ինքնության չունենալու խնդրի հետ եւ այսօր ինչպես տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից Եվրոմիության անդեսումը եւ միևնույն ժամանակ եթե նախկին մի քանի տարիներին հետևենք Եվրոպայում նույնպես այդ աչակողմյան ուժերի հստակ աճ կար, ընտրություններում էլ դա երևում էր, հիմա առավել եւս, այնպես որ երկկողմանի այսպես թե Միացյալ Նահանգներն է թերարժևորում Եվրոմիության դերը, մյուս կողմից Եվրոմիության գլխավոր երկրները բողոքում էին, որ Միացյալ Նահանգներն է այնտեղ թերադրում, այնպես որ կարծում եմ Եվրոպան այսօր բախված է այդ խնդրին, իր ինքնությունը գտնելու ճանապարհին է, եւ ես չեմ կարծում, որ պիտի ինտեգրվի կամ այդ ասոցացնելու, այդ ինտեգրելու քաղաքականությունը այնտեղ էլ է զսպվելու ավելի վտանգավոր է իրենց համար կարծում եմ եթե այդ ինքնությունը չգտնեն միգուցե ուրեմն Brexit-ը շարունակություն ունենա եւ փլուզվի այդ Եվրոմիության, այսինքն այդ կառույցը, որը նույն Եվրոպայում փորձագետներ տեսնում են այդ վտանգը։ Ես ձեր նշածին նաև ավելացնեմ, որ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Էրդողանը ամենաբաց տեքստով է հայտարարել, որ եթե Եվրամիությունը ցանկանում է հաղթահարել իր տնտեսական, անվտանգային խնդիրները, ապա դա առանց Թուրքիայի անել չի կարող, եւ մենք տեսնում ենք, որ Եվրամիության որոշ առաջնորդներ համաձայնում են Էրդողանի այս դիրքորոշման հետ, ընդ որում մեկնում են Անկարա եւ այնտեղ են համաձայնում, ու մենք միաժամանակ տեսանք նաև ինչպես դուք նշեցիք իրավացիորեն Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունների ճգնաժամը, Եվրամիություն Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը, մյուս կողմից այնինչ կատարվում է Թուրքիայի Եվրամիության միջև, բայց մենք այս շաբաթ տեսանք, որ Հայաստանի ազգային ժողովում ընդունվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Սրանից բացի Իրանի արտաքին գործերի նախարարն էր Երևանում եւ եթե նայում ենք հայտարարություններին, ապա ամենակարևոր անվտանգային հայտարարությունը, որ եղավ, կրկնություն էր։ Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։ Ինչի համար էր եկել Հայաստան Իրանի արտաքին գործերի նախարարը ըստ ձեզ եւ երկրորդը նաեւ Իրանին է վերաբերում հարցս Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Համաձայնելու եք։ Գոնե Իրանի մասով արդարացնում է Հայաստանի կառավարությունը իրանական կողմի սպասելիքները։ Չինաստանի մասին եւ Ռուսաստանի մասին դեռ լռում եմ։ Ես կարծում եմ ուրեմն Իրանի այս այցելությունը Իրանի կողմից կրկնություն էր, այո, բայց կարծում եմ նաև մեսեյջ է։ Տեղին կրկնություն էր, համաձայն եմ։ Կրկնություն էր հայտարարությունը, նրանք երկար ժամանակ է դա անընդհատ բարբերաբար ուրեմն պաշտոնապես հայտարարում են, բայց ես կարծում եմ այստեղ ուժի ցուցադրություն է նաև եւ պատրաստակամություն ուրեմն սատարելու Հայաստանին, եթե ինչ-որ վտանգ սպառնա այդ սահմանին։ Անգամ ռազմական սատարում։ Ես կարծում եմ, որ դա պիտի որոշեն Հայաստանի եւ Իրանի իշխանությունները, միգուցե այստեղ արդեն պահն է ինչ-որ ռազմավարական դաշինք կնքելու, եթե այդ վտանգը իրապես երևելի լինի եւ կարծում եմ Ռուսաստանն էլ անմաս չի մնալու, եթե այդպիսի ագրեսիա լինի արդեն Հայաստանի սահմաններին։ Իսկ գալով Հայաստանի արտաքին քաղաքականության դեսլագանը, որը դուք նշեցիք, ես կարծում եմ այստեղ բալանսավորված քաղաքականություն տեսանելի չէ, երբ ինչպես որ նշեցի, սա ոչ թե Եվրոմիության դեմ խոսք է իմ ասածը, բայց երբ որ մենք տեսնում ենք Եվրոմիությունը իր խնդիրների մեջ եւ ինքնության խնդրի առջև կանգնած, մենք ուրեմն այսպես Եվրոմիության միանալու հանրաքվեների գոչեր ենք անում, որը կարծում եմ
այս ժամանակահատվածում ճիշտ չի եւ մենք իրապես պետք է բալանսավորված քաղաքականությունը վարենք նամանավանդ Չինաստանի հետ, որը վերջերս Չինաստանը պաշտոնապես ուրեմն հայտարարել էր, որ ավելի պատրաստական է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու, բայց մենք հաճախ այդպիսի հայտարարություններ տեսնում ենք, գնահատելին էլ կա, իհարկե դրականն էլ կա, ես կարծում եմ Հնդկաստանի հետ այդ հարաբերությունների սերտացումը իրապես Հայաստանի կողմից գնահատելի է, նամանավանդ եթե հաշվի առնենք Պակիստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի ուրեմն այդ դաշնակցությունը, այնպես որ Իրանի հետ կներեք, Հնդկաստանի հետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պատերազմից սկսյալ այսօր այսպես հետևողական իրապես ես համարում եմ դրական, բայց չի նշանակում, որ մենք պետք է թերանանք Չինաստանի հետ մեր հարաբերություններում եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը այդ մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնության մեջ ունենա ավելի մեծ դեր ի հաշիվ մեր այսպես пассив կեցվածքի։ Մյուս կողմից Հայաստանի կառավարությունը ինտենսիվորեն պնդում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում եւ հատկապես սահմանը բացելու հարցում են շատ բացահայտ կերպով, ընդ որում միայն հայկական կողմից հնչում հայտարարությունները։ Կարող է Թուրքիան բացել կամ կբացի Թուրքիան Հայաստանի հետ սահմանը միայն որովհետեւ Փաշինյանը, Ռուբինյանը անընդհատ կրկնում են, որ Հայաստանը պատրաստ է առանց որևէ պայմանի բացել սահմանը։ Գիտեք, այս խնդիրը Հայաստանի անկախությունից ի վեր, ուրեմն մի խնդիր է, որտեղ Թուրքիան եթե նախկինում պատճառաբանություններ գտնում, թե Ղարաբաղյան հարցի լուծումից հետո ուրեմն հնարավոր է Թուրքիան նույնպես ուրեմն եթե հաշտություն լինի իհարկե Ադրբեջանի հետ Թուրքիան նույնպես ուրեմն հաշտություն կգնքի Հայաստանի հետ եւ սահմանները կբացի, բայց միևնույն ժամանակ մենք տեսել ենք 2008-ին էլ այսպես Թուրքիան անընդհատ իր վաղեմի ցանկություններն է առաջ տանում, որը նա չի թաքցրել ցեղասպանության խնդրի ուրացում պետականորեն կամ նույնիսկ այսպես ոչ արծարծվելու նյութ դիտում, այնպես որ ես չեմ կարծում Թուրքիան Հայաստանի կողմը ինչքան էլ հաջողանա, ինչքան էլ լրագրողներ հրավիրի Թուրքիայից, ինչքան էլ ուրեմն այսպես Երևանի փողոցներում շրջագայություններ իրականացնի, ես կարծում եմ Թուրքիան երբեք իր սահմանը չի բացելու, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը կամ կա Հայաստանի Հանրապետությունը ճադակով է հայկական հարցին եւ քանի դեռ կան սփյուռք Հայաստան ջերմ հարաբերություններ, որը չի կարող չլինել, այնպես որ ես կարծում եմ Թուրքիան միշտ վերաբերվելու է մեր երկրին եւ այս տարածաշրջանի հայկական պետության ուրեմն լինելիության ինքնության դեմ սա հստակորեն մենք կարող ենք տեսնել նույնիսկ Աթաթուրքի ուրեմն ժամանակ երբ կա, այսինքն փաստագրված իր խոսքերը, երբ նա ասում էր, որ Հայաստանին մենք կարող ենք տնտեսական առաջարկություններ անել, որովհետեւ մի քիչ շոյել Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին կամ որևէ իշխանության Հայաստանում եւ այնպիսով կարողանալ այս տնտեսապես գրավել Հայաստանը, եթե չեն կարողանում ուրեմն ռազմական մեթոդներով։ Այնպես որ եթե սահմանը նույնիսկ բացվի, մենք ինչ անվտանգության անվտանգային մեխանիզմներ են կիրառելու, օրինակի համար մեր տնտեսությունը չդուժելու կամ այդ ուրեմն այսպես Թուրքիայի կողմից ուրեմն ներդրումների էքսպանսիան գալու։ Ես դեռ չեմ խոսում նրանց այսպես թաքնված թշնամական վերաբերմունքի կամ գործողությունների մասին։ Դուք ճիշտ նշեցիք հրավիրված թուրք լրագրողների մասին, մինչև նրանց այցը Փաշինյանը իր Facebook-ի էջում հրապարակեց տեսանյութ ցույց տալով, որ Մարգարայի անցակետում միայն հայկական հայ սահմանապահներն են հսկողություն իրականացնում եւ ռուսները չկան։ Թուրք լրագրողները եկան, գնացին Մարգարայի անցակետ ու իրենց տեսանյութերում սա ամենաշատը շեշտվող կարմիր թելի նման անցնող հանգամանքներ։ Ռուս սահմանապահները Հայաստան-Թուրքիա սահմանին։ Ինչ են նշանակում Հայաստանի համար եւ ինչ են նշանակում Թուրքիայի համար։ Զսպող են։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը մեր սահմանին։ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Նախկինում այդպիսի վտանգ եղել է 90-ականներին, որ Թուրքիան նույնիսկ ուրեմն հարձակման էր պատրաստվում եւ այդ ժամանակ ուրեմն Ռուսաստանի կողմից
եղան պաշտոնապես զսպման հայտարարություններ եւ կարծում եմ կանի դեռ կա ուրեմն այսպես դաշնակցային պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ես կարծում եմ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտականությունները իր դաշնակցի նկատմամբ, եթե այդպիսի վտանգ ուրեմն Հայաստանի հանդեպ կիրառելի լինի Թուրքիայի կողմից։ Թուրքիային խանգարում են։ Այլ վտանգներ էլ կան, հա, օրինակ ինչ որ քրդական ռազմամիավորում կարող է հատի Հայաստանի սահմանը եւ Պաղկովի Արագասնի կամ Շիրակի մարզում եւ թուրքերը մտնեն սկսեն իրենց այդտեղ որումներ։ Եվ ես հավելացնեմ, որ վերջին տասնամյակներում վերջերս Ադրբեջանի պետական քարոզչալիքների եթերում էին դա ընդգծված պատմում ու ցույց տալիս Հայաստանի հետ Թուրքիայի ներկա տարածքի սահմանամերձ շրջաններում նաև Կարսում, Իգդիրում ադրբեջանցիների են բնակեցնում։ Սա էլ հասկանալի է ինչի համար են արվում։ Այո։ Կհամաձայնեք, որ սահմանի բացումը քողարկում է շատ ավելի մեծ խնդիրներ եւ շատ ավելի անվտանգային ծանր խնդիրներ, որոնք գուցե Հայաստանը չկարողանա զսպել։ Այո, իհարկե, ես դա նկատի ունեի նաև երբ ասացի, որ ոչ թե միայն տնտեսական, այլ թաքնված քաղաքական, ուրեմն ռազմավարություն եւ մարտավարություն, որը Թուրքիան կարող է ուրեմն Հայաստանի հանդեպ ուրեմն կիրառել, ես կարծում եմ այս հարցը բավականին լուրջ հարց է եւ ինչքան էլ ուրեմն մեր իշխանությունները փորձում են այո ցույց տալ, որ Հայաստանը դեմ չէ հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ, բայց ես կարծում եմ Թուրքիան այն երկիրը չէ, որ մենք կարողանանք այսպես ուրեմն կներեք վարդագույն ներկայացնել կամ ընկալել աշխարհը եւ կարողանանք հաջողանալով մեր հարևանների հետ փորձել խաղաղություն հաստատել, մենք այո, սա ես չեմ ուզում հնչեցի որպես կլիշե, բայց այո, մենք իրապես խաղաղություն ցանկացող ժողովուրդ ենք եւ երկիր է, բայց չի նշանակում, որ Թուրքիայի ուրեմն վարած քաղաքականությունը տարածաշրջանում, Սիրիայում, ինչպես տեսանք նախկինում, որը այդքան թշնամաբար չէ, ինչ Հայաստանի, այնպես ուրեմն անլուրջ չեմ ուզում ասեմ, բայց այդպես շատ խաղաղ օրեն տրամադրված մենք պետք չէ նայենք այդ հարցին։ Այո, մենք ցանկանում ենք խաղաղություն, բնականաբար, բայց պետք է նաև մենք որոշենք եւ հստակեցնենք մեր ուրեմն անվտանգության առաջնությունները եւ ինչպես մենք պիտի կարողանանք ապագայում, որը ես կարծում եմ մի օր դա տեղի է ունենալու այդ սահմանի բացումը, միգուցե Թուրքիայում կան այլ ուժեր եւ այլ դրամապանություն ունենան այդ փանթուրանիզմի եւ փանիսլամիզմի քաղաքապարախոսությունները միգուցե նվազեն եւ առաջնային չլինեն, բայց ամենայն դեպս մենք պետք է նախ ամրացնենք մեր անվտանգության ուրեմն մեխանիզմները եւ նոր ուրեմն այսպես Թուրքիայի կողմից եկող թվացող բարեկամական հայտարարություններին այսպես հաջողապես վերաբերվենք։ Պարոն Կոստանյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Վերադառնանք շարունակենք մի քանի վայրկյանից։